Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից մեր ծովից ծով ոդքասթն է, Կիրակ Նորյա ձեր եթերում, որը հատուկ նշենք, որ մենք տեսագրում ենք շաբաթ օրը, մինչև մեծ հանրահավաքը, որը նախատեսված է այսօր, այսինքն շաբաթ օրը ժամը 17:00-ին, այսինքն մեր դրա հետ կապված իրադարձությունները չենք կարող այս պահին լուսաբանել, թեև արդեն իսկ երբ որ դուք եք նայում դրանք տեղի են ունեցել, այնուհանդերձ ձեզ հետ են Աղասի Ենոքյանը Հյուսիսային Կալիֆոռնիայից եւ Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Ասեմ, որ հիմա այս շաբաթօրով մեկ այլ կարևոր իրադարձություն կա, որի մասին դուք երևի էլի տեղյակ կլինեք, Կիրակի օրը, հա։ Ուրեմն դա փաստորեն Իսլամաբադում ընթացող ամերիկա-իրանական բանակցություններն են, երևի տեղյակ եք, ուրեմն նախընթաց զարգացումներին, ինչ եղավ, ուրեմն մեծ խնդիրներով հնարավորություն եղավ այս երկու կողմին նստածնել սեղանի շուրջ, հնարավորություն եղավ հայտարարել զինադադար, ինչը ըստ էության չի պահպանվում, քանի որ պնդում է ամերիկյան կողմը, թե Լիբանանի պահը մտցրած չի ուրեմն համաձայնագրի մեջ նախնական եւ նրանք շարունակում են Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը հիմա խոսակցությունը գնով որ պետք է երկու առանձին բանակցություններ գնան Լիբանանի հետ կապված չեն դադարել նաեւ Իրանի ռմբակոծությունները բայց իհարկե ինտենսիվությունը իջել է եւ Իրանը իր հերթին դիտել Օրմուզի նեղուցը, որը որ իր կողմից զիջման պահներ։ Ուրեմն Ամերիկան 15 կետից կապված համաձայնագիր, Իրանը ներկայացրել է 10 կետից մաղթացած համաձայնագիր, ամեն մեկը պնդում է, որ պետք է ստանան քննարկումները իրենց ներկայացրած թղթի շուրջ, այս թղթերը փոխադարձաբար հակասում են, որևէ շփման տեղ չունեն, բայց այնուամենայնիվ փաստաթղթը է, որ Ամերիկայի փոխնախագահը ժամանել է հիմա Իսլամաբադ, այդտեղ է ժամանել նաև Իրանի մեջլիսի նախագահը եւ այսօր համարվում են իրենք իրենց երկրի ամենաբարձր բանակցողները։ Այնպես որ սպասենք տեսնենք չէ։ Կատարում ճիշտ ասած դիտողները այս հույս չեն սրանից կապված ամեն դեպքում հայտարարված է զինադադար եւ օրինակ իրանական կողմը պնդում է, որ զինադադարը Միացյալ Նահանգները ուզում է օգտագործել վերազինման եւ վերախմբավորման համար, որպեսզի շարունակի պատերազմը, գիտեմ, հույս փայփայենք, որ ամեն դեպքում այս ինչ-որ առաջընթաց Այո, իմ վրա մի շատ մեծ ազդեցություն թողեց մի կադր եւ մի պատմություն, որ այն ինքնաթիռը, որ Իրանից մեկնում էր պատվիրակությունը իրանական տանող, այնտեղ ուրեմն ինչ որ մի հատվածում ինքնաթիռի բաների նստարանների վրա տեղադրված էին պատերազմի առաջի թե երկրորդ օրը ամերիկյան հարվածից սպանված երեխաների լուսանկարները եւ նրանց անձնական իրերը նկատել ես, չէ՞ դա։ Չէ, չեմ տեսել։ Հա, բավական տարածված ուրեմն բաներ, այստեղ ամենայն դեպս ես մի քանի լրատվականով դա նկատեցի եւ դա ինչ որտեղ նաեւ ուղերձ էր։ Մեկնաբանություններ կային, որ վրեժի ուղերձ է եւ այլն, ես այլ կերպ եմ սա հասկանում, ավելի շատ նրա ուղերձն է, որ մենք պատասխանատու ենք այս երեխաների հիշատակի առջև եւ մյուս երեխաների ապագայի առջև, որ մենք հանրային մեր ազգային ավելի ճիշտ շահերը պաշտպանելու ենք ամենայն լրջությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ։ Սա էր այս Իսլամաբադի բանակցությունների այս նախընթաց գործընթացից, որին վրա այտենց բավական լուրջ ազդեցություն թողեց, իհարկե սա էմոցիոնալ բաղադրիչ է, բայց առանց դրա հնարավոր չի ցանկացած պատերազմական գործողություն, ցանկացած նման կարևորության միջազգային իրադարձություն իհարկե ունի որոշակի էմոցիոնալ բաղադրիչ ևս։ Այդպես ինչ պատերազմը մինչև հիմա ընթանում է, այսպես ասած,
պարտություն, հա, այսինքն կա չէ խաղերի տեսության, Այո։ պատերազմի տեսության մեջ այդպիսի բան, որ ուրեմն կա Երկու կողմն էլ վատ վիճակում են այս ամեն կողմը պարտվում են։ Հիմա երկու կողմն էլ այո նեգատիվ վիճակում են, երկու կողմն էլ պարտվում են։ Հիմա Իրանը փորձում է այստեղից վերցնել իր համար որոշակի առավելություն, այդ առավելությունը որ նորություն է լինելու, դա հասցրել Միչանսկի այսպես Միչանսկը Օրմուզը նեղուցի համար ուզում է վճար վերցնել, ամբողջովին խառնում է համաշխարհային էներգետիկ պատկերացումները, հա, Միացյալ Նահանգները կասես ինչ է դրան փորձում պատասխանել, որ ամբողջովին կջնջի Իրանը, ինչը մի փոքր լոպազություն է։ Գիտեմ, տեսնենք, հույս ունենանք, որ ինչ որ համար հնարավոր է։ Անա դեպքում գիտես սխալ գնահատականներ են եղել ամերիկյան հետախուզության կողմից, առաջ ասում են, որ ոչնչացրել են Իրանի հարվածային պոտենցիալի, հա, 90% է, հիմա պարզվում է, որ Իրանի դրոնային իրականային պոտենցիալը կիսով չափ պահպանված է, այդպես որ, բայց միաժամանակ նրանք կարողացել են արդեն խոսելի դարձնել հակաօդային պաշտպանության վահանը, Իսրայելի դեպքում, Միացյալ Նահանգների դեպքում դա կապում մի կողմից նրանով, որ մինչև հիմա շատ են դատարկ, այսպես ասենք, դատարկ դրոններ օգտագործել, որի վրա ծախսվել է թանկարժեք հակաօդային պաշտպանության արտերներ, մյուս կողմից նրանք սկսել են ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ Չինաստանից արդեն, ինչ այդ խոսում է Ռուսաստանի մասին, եւ կարողանում են ուրեմն, այսպես ասած, խիրուրգիական հարվածներ անցնել, բավականին ճշգրիտ հարվածներ։ Այս է պատերազմի վիճակը եւ դիտադադար կոչվածը այն է, որ երկուսի ուղղակի հնարավորություն է տալիս շուտ քաշել։ Գիտեմ ինչպիսի զարգացում կլինի։ Շատ լավ, դե այն հույսով, որը դու արտահայտեցիր, որ չնայած բացասական կանխատեսումներին հույս ունենանք, որ անսպասելի ինչ-որ լուծումներ այստեղ կարող են գտնվել, ամեն դեպքում մի բան էլ հիշենք, որ ամերիկյան օրենսդրության համաձայն, առանց կոնգրեսի համաձայնության, պատերազմը կարող է շարունակվել մինչև 2 ամիս, ճիշտ եմ հիշում։ Գիտես, խնդիրը այն է, որ ուրեմն Թրամփը շուտություն արել եւ սա չի կոչում պատերազմ, սա կոչում է ռազմական գործողություն։ Այսինքն ինքը այդ 2 ամսվա բանով կաշխատված չի մինչև ապրիլի 28։ Ոնց որ թե չէ, դա մի քիչ նման է բանի, չէ՞, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ արդեն քանի 3-4 տարի տևող պատերազմի անունը դրել է SVO, հա, սպეციальная военная, ուրեմն հատուկ ռազմական գործողություն։ Դեռ նույն դրամանիցիա չէ։ Բայց դե Ամերիկայի ընդդիմությունը իհարկե անհամեմատ ավելի ամուր դիրքերում է եւ կարող է ապրիլի 28-ը գա ու ասեն հələ մի վարքյան դաղալություն չի կարելի անել եւ պետքա ըստ համանդրության, ըստ օրենքների բերել կոնգրես, այդպիսի նշաններ չկան։ Հստակ եւ գիտես այստեղ ուրիշ բան կա ուրեմն բավականին մեծ դժգոհություն այս նավթամթերքների գնի կտրուկ աճի հետ կապված։ Չնայած Տրամփը եվրոպացիներին ասում է, եկեք դուք բացեք այդ նեղուցը, քանի որ դուք եք այդտեղից ստանում նավթ, ես այդտեղից նավթ չեմ ստանում, սա էլի կրկին շուստություն է, որովհետեւ անկախ նրանից ով որտեղից է նավթ ստանում, նավթը շուկայական ապրանք է եւ ուրեմն նավթի դեֆիցիտը բերում է նրա գների աճ ամբողջ աշխարհում։ Դա Եվրոպան, Չինաստանը, Ամերիկան։ Նշեք, որ Հայաստանում նավթի գների աճ չկա, չէ՞, նավթամթերքների գների աճ, ինչը երևի թե պայմանավորված է նրանից, որ Հայաստանը բենզինը ստանում է Ռուսաստանից, որը որ շատի իզոլացված շուկա է։ Հա, ես էլ տենց շատ, հա, չեմ նկատել բենզինի գների աճ, չեմ նկատել, առաջի օրերը մի թեթև եղավ, բայց ոնց որ թե հիմա տենց աճ չկա, մեծ աճ չկա, ինչևէ, իսկապես շուկայի պայմաններում
միայն այդպես փոքր հատվածներ կարող են չզգալ, գլոբալ շուկան չի կարող չզգալ, իսկ գլոբալ շուկան ներառում է թե Ամերիկան, թե Եվրոպան, թե Չինաստանը, մի խոսքով։ Լավ, առաջարկում եմ վերադառնալ Հայաստանի իրադարձությունների քննարկմանը, այստեղ մենք լիքը բան ունենք խոսելու, ինձ թվում է կենտրոնանանք երկու հարցի վրա, առաջինը ներքաղաքական նեղ իմաստով իրադարձությունները եւ երկրորդը ես կուզեի, որ որպես կարևորագույն իրավապաշտպանական խնդիր կարճ ներկայացնեի նաեւ ծաղկազարդի գործով զարգացումների մասին։ Շատ լավ։ Դե ոնց որ թե ամենակարևոր սպասումը իմ համար գոնե դա սպասում հանրահավաքն, որովհետեւ ցույց տա թե նախ ինչպես են կոորդինացվում պանդեմիության գործողությունները եւ երկրորդ որքան է այն ակտիվ, որքան է այն հզոր եւ ինչպիսի զանգվածներ կարողանա կենտրոնացնել։ Այլ ինչ տվյալներ ունես, օրինակ ովքեր են մասնակցելու այդ հանրահավաքի կազմակերպմանը, բացի ուժեղ Հայաստանից այլ քաղաքական ուժերներ լինելու են այնտեղ թե ոչ կամ դրա վերաբերյալ։ Դե հա, չէ, ես չեմ լսել այլ տվյալներ, դրա վերաբերյալ տվյալներ, բայց ես կարող եմ ասել, որ վստահաբար այդ հանրահավաքին մասնակցելու են ոչ միայն ուժեղ Հայաստանի այսպես համակիրները, այլև ավելի լայն առումով ընդդիմադիր տրամադրություններ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, մեկը ես հավանաբար մասնակցելու եմ, բայց ես այսպես ինչ չեմ համարում կոնկրետ այդ ուժերից մեկի, ընդդիմադիր ուժերից մեկի, օրինակ ուժեղ Հայաստանի հետևորդ, ես այս պահին ունեմ որոշում անպայման մասնակցելու ընտրությանը, անպայման ընտրելու ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, անպայման ընտրելու ընդդիմադիր այնպիսի ուժի, որը որ անցողիկ ուժ է, այլ ոչ թե այսպես ուժ է, որը որ կարող է չանցնել, որպեսզի ձայնս չփոշի անա եւ Նիկոլ Փաշինյանին դրանով չօգնեմ, բայց թե կոնկրետ որ ուժին եմ ձայնս տալու, այս պահին չեմ էլ որոշել, ենթադրում եմ որոշումս վերջնական կայացնեմ մայիսի վերջին, նույնիսկ այդպես եմ այս պահին մտածում, բայց այնուհանդերձ մեկը ես եւ իմ շատ ընկերներ, որ նույն կերպ են մտածում, պատրաստվում են ներկա լինել հանրահավաքին եւ դա շատերի մոտ ընկալվում է ոչ միայն եւ ոչ այնքան որպես ուժեղ Հայաստանի հենց տվյալ ուժի հանրահավաք, որքան ընդդիմության ֆլագմանի հանրահավաք, ընդդիմության գլխավոր ուժի հանրահավաք, որտեղ բոլորի կողմից արդեն լրելային ընդունված փաստ է, որ այս ընտրություններում ֆավորիտը ընդդիմադիր հենց Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է։ Մի բան է ուզում հարցնել, ես այդպես էլ չհասկացա, հիմա Սամվել Կարապետյանին հնարավորություն, իրավունք տվել են ուղերձով հանդես գալու, թե չէ։ Ինչով հանդես գալու։ Իր ուղերձով։ Հա, այդ պատմությունը շատ խառը պատմություն է, այնտեղ խութերով են տվել, որ մի բան ավել, մի բան պակաս նորից կարողանան տանել բանտ։ Այդպիսի բաներ կան, որ վերջերս է Արամի հետ խոսում Վարդևանյան, բայց կարծեք թե միանշանակ է, որ առնվազն, ոչ թե առնվազն, այլ մեկ ուղերձը թույլատրված է, այդտեղ նաև թվի հարց կար էլի ասենք, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ բաներ անում էլի, մտնում էր իր իսկ կողմից ապօրինաբար կալանավորված մարդուն, ասում էր դե խոսա է, սենց էլի, գիտեք դա ուղղակի ցածր ասելը քիչ է, էլի, դա ստորություն է, էլի, բայց ես ոնց հասկանում եմ, դա որպես հիմք չընդունենք, բայց ես այդպես եմ հասկացել, միայն մեկ ուղերձի հնարավորություն է տրված եւ կարծեք թե այդ ուղերձի հնարավորությունը Սամվել Կարապետյանը որոշել է օգտագործել հենց այս հանրահավաքին։ Հասկացա։ Իսկ Նիկոլը շարունակում է չէ իր քարոզարշավը, ոնց որ թե շարունակում է իր քարոզարշավը, շարունակում է մարդկանց գլուխներ ուտելը, շարունակում է մարդկանց նեղություն տալը, այսօր մի շատ ցավալի բան տեղի ունեցավ իրեն սպասարկելու համար, նորից ասեմ, ոչ թե պետական ինչ-որ միջոցառման, այլ հենց իմինը քաղաքական միջոցառումը սպասարկելու համար մի ավտոբուս, իհարկե այդ մի ավտոբուսը չի, բազմաթիվ այդպես զորք են տանում տարբեր մարզեր, որտեղ որ գնում է եւ այդ ավտոբուսը բախվել էր մի մարդատար ավտոմեքենայի, մեկ զոհ կար եւ 10-ից ավել վիրավոր, ցավակցում ենք, չգիտենք էլ թե ոստիկանական մեքենայից է եղել, թե
այդ մարդատար մեքենայից ա եղել, ամեն դեպքում ցավակցում ենք զոհի հարազատներին եւ վիրավորներին շուտապույտ ապակինում ենք մաղթում, բայց դա նույնպես Նիկոլ Փաշինյանի պատճառով է այս ամեն ինչ եղել։ Սոնա Մնացականյանի դեպքը հիշենք, խոսքով էլի այս մարդը ամենուր մահ ու ավեր ու ցավ է սփռում էլի, այդպես իրանից անպակաս է։ Ու ախր անբարոյականության աստիճանը տես, որ որևէ ռեակցիա ես չտեսա որ տվեցին, էլի ուրախ զվարթ այնտեղ ֆրֆռում էին։ Ոչ չէ, տվել է ռեակցիա, ես տեսել եմ։ Ինչ ռեակցիա է տվել։ Ես տեսել եմ, այնտեղ լիքը ֆեյքեր կան, չէ՞, Տարոն Կախոյա, Ռուբեն Ռուբենյան եւ այլ։ Իրանք բան են, ոչ թե ցավակցում են, ոչ թե բան, այլ ասում են, այդ սուտ է, թե այդ մեքենան, թե այդ ավտոբուսը ուղեկցել է Նիկոլ Փաշինյանը։ Բա ինչ էր անում այդտեղ։ Չգիտեմ ինչ էր անում։ Հասկանում ես, այսինքն ռեակցիա կա եւ էլի ասածի նման բավականին կեղտոտ ռեակցիա է։ Դուք ես մի բան եմ ուզում ասել, մի փոքր թեմայից չեղվենք, էլի կվերադառնանք, հա, ես հետարքեր ինֆորմացիա տեսա։ Հա։ Ուրեմն այսօր Նիկոլի հիմնական հաղթաթուղթը որն է, չէ՞ որ սահմանին չեն կրակ։ Իդեպ սահմանին երբեք ընտրություն նախընտրական շրջանում երբեք չեն կրակել։ Հետո է եղել։ Այ ես հիմա ուզում հակառակ բան ասեմ, որ սահմանին կրակել են, ես այս ինֆորմացիա ունեցա, եւ կրակել են հենց բանի այդ եվրոպական դիտորդների ներկայությամբ, թե նրանց վրա թե ինչ, բայց հիմա ուրեմն ըստ այդ տրվող ինֆորմացիայի հստակ լռության ռեժիմա դրած, հստակ սահմանափակումա դրած, որ հանգարց սահմանում կրակոցների վերաբերյալ ինֆորմացիա չգնա։ Այսինքն դա նույնպես սուտ դուրս է։ Չէ, ես բացարձակ չեմ զարմանում այդ տեղեկատվությունից, անգամ չեմ զարմանա, եթե չկրակեին, եթե կրակում են, էլի չեմ զարմանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը որպես Հեյդար եմ ասում, Իլհամ Ալիևի թեկնածու, պարզ է, որ Իլհամ Ալիևը ինչ որ բանով կարող է օգնի իր թեկնածուին ընտրվել, հետո արդեն ընտրվածի կարգավիճակով Հայաստանի վերջը տալ։ Դա շատ բնական է ամեն ինչը, так что երկուսն էլ զարմանալի չի։ Բայց այն որ կրակեն հաստատ ինֆորմացիան չեն դուրս հանի, դա էլ եմ, դա վստահ եմ, որովհետև իրենց այդ ֆիշկան է դարել նախընտրական, որ տեսեք մեր այս ժամանակահատվածում չեն կրակում եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում մի բան էլ հիշեցնենք, որ այս ընթացքում շատ մեծ դաղալություն արեցին, որ ինքնին արդեն բավարար է, որպեսզի այս ընտրությունների արդյունքները հիմիկվանից որոշակիորեն կասկածի տակ դրվի։ Մենակ դա էլ չեմ ասում, մնացած ամեն ինչ որ արդեն եղել է եւ դեռ լինելու է։ Դա ինա որ խաղի, այսինքն process-ը սկսելուց հետո խաղի կանոններ են փոխում եւ արգելում են Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին օգտագործել իր անունը, որտեղ արդեն իսկ հայտարարված էր Դաշինքի անվանումը ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ կարծեմ այդպես էր եւ օրենք արագ ՇՓԹՊ մի քանի ժամվա մեջ ընդունեցին, նենց ոնց որ մի քանի ժամվա մեջ ժամանակին 2020 թվականին փոխեցին սահմանադրությունը սահմանադրական դատարանը գրավելու համար։ Շատ արագ դա արեցին, չգիտեմ այդ Վահագ Խաչատուրյանն էր ինչ էր այդ նախագահի պաշտոնը զբաղեցնողի անունը։ Նա ենթադրում եմ արդեն ստորագրել է կամ դեռ պետքա ստորագրի, դեռ պետքա հրապարակվի ինչ որ, այսինքն ակնհայտ հակաժողովրդավարական քայլ ընտրական process-ը սկսելուց հետո է, դաժե առաջ չի կարելի։ Կանոն կա, ժողովրդավարական կանոն կա, որ մի քանի ամիս առաջ օրենք չի կարելի փոխել ընտրական process-ը սկսելուց։ Մի հատ բան հարցնեմ էլի քեզ, դու հիշես էլի երևի հիշողությունները ստեղ, մի բան։ Մի ժամանակ Վենետիկի հանձնաժողով կար, չէ՞, որ այդպես թղթեր ուղարկում են այնտեղ, նրանք ասում էին լավ, վատա, ինչ եղավ, մեռավ այդ Վենետիկը։ Չգիտեմ, անկեղծ ասած շատ վաղուց չեմ հիշել, Վենետիկը առաջ մենք հանձնաժողովով էինք հիշում, հիմա այդպես արդեն չէ։ Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը Հայաստանի մասով ոնց որ վերջին շրջանում է։ Ինձ թվում է արդեն ինձ թվում է որպես ամենաժողովրդավարական բաստիոն, ինձ թվում է իրանք են Վենետիկի հանձնաժողովին այդպես բաներ անում էլի, այդպես սովորացնում էլի ժողովրդավարություն։ Մոմենտ կա էլի, որտեղ ասենք իրանք չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, բայց ընդդիմությունը չի դիմում Վենետիկի հանձնաժողով, ասենք։ Անկեղծ ասած այդ մեխանիզմներից մի քիչ հեռու եմ, ենթադրում եմ, կարող է դիմում են, կարող է չեն կարող դիմել, չեմ կարող ասել։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, բայց
Այն որ պետք է անընդհատ բարձրաձայնել այս հարցերը, դա փաստ է բոլոր հնարավոր ճանապարհներով։ Իսկ այսպիսի բան աննախադեպ է, sense բան չի եղել։ Ու sense բան հիշում ես, որ որևէ ընտրության ժամանակ արդեն process-ը, չեմ ասում, ես սկսելուց առաջ էլ չի կարելի, մի քանի ամիս, բայց process-ը սկսելուց հետո իսկ process-ը սկսվում է ընտրությունների նշանակման մասին նախագահի հրամանագրով, որը եղել է կարծեմ ամիս ու կես առաջ, չէ, հիշում ես։ Այդ ժամանակ բանից արդեն вообще չի կարելի։ Իսկ հիմա դնում են բանի քարոզարշավից արդեն այդ մի խոսքով այն ամենակարևոր փուլից օրեր առաջ ցուցակները ներկայացնելուց օրեր առաջ նման բան են անում։ Եվս մի կարևոր բան ասենք ու երևի թե անցնենք հաջորդ թեմային, այս քննարկենք նոր, ասենք տես բան ես չեմ պատկերացնում, որ բռնեն ծրագրում գրեն, որ խնդիր է դնում իր արչև ԿՊ-ն ձերբազատվել վեհապար հայրապետից, բարեփոխում անել եկեղեցում, պատկերացնում ես տես բան, ասենք ինչ որ մեկը մի տես բան ասել։ Ասեմ ես այլանդակ ասել եք ինչ, սա այլասերված վիճակ է, էլի։ Սա ժողովրդավարության այն ամենակարևոր սկզբունքներին է հակասում։ Նույն բանը կլներ, որ օրինակ գրեին, ասեին ախպեր ժողովուրդ ջան, մեզ քվե տվեք։ Լավ ուրիշի վրա օրինակ չբերեմ, ասենք Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին եւ Ռուբեն Մելիքյանին մենք պետք է փողոցի մեջտեղը մի հատ տենց փայտերով ծեծենք, հա, օրինակ։ Քվե տվեք դա անենք։ Ինչ տարբերություն։ Այսինքն դու մտնում ես իրավունքի դաշտ, դու մտնում ես մի դաշտ, որը որ պետությանը չի, իրավունքի դաշտ է, այսինքն մարդու իրավունքների դաշտ է, խղճի ազատության դաշտ է, կրոնական կազմակերպությունների դաշտ է, սահմանադրությամբ ուղիղ ամրագրված է, որ դրանք անջատեն։ Դու պետություն, դու տեղ անելիք չունես, ուղղակի անելիք չունես այդտեղ։ Եվ եթե դու դրա վերաբերյալ որևէ բան ես գրում, դա ֆաշիզմ է։ Դա պարզապես ֆաշիզմ է, այսինքն պետությունը դու դիտում ես որպես ամբողջատիրական եւ ցանկացած հարցին կարող ես դու մասնակցել, ներգրավել եւ ես պրոստը սրա մասին դեռ չեմ խոսում, որտեվ դա դեռ պաշտոնապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված փաստաթուղթը չի, չնայած հաստատվել է իրանց համաժողովում։ Եթե նման փաստաթուղթ ներկայացնեն, ուրեմն պետքա անընդհատ եւ ամեն օր դրա մասին խոսել, որ Հայաստանը դառնում է ֆաշիստական պետություն։ Լսի, քանիցս ասել է, չէ՞ Նիկոլ, ասել է պետությունը ես եմ, իրավունքը ես եմ։ Էլի ինչ ես ուզում, ինչ ես։ Դե հիմա քաղաքական հայտարարությունը մի բան է, իրավական process-ը մեկ այլ բան է։ Կներես մի քիչ իրավաբանի տեսանկյունից էս հարցին նայեմ, էլի։ Հիմա ես քեզ ուրիշ բան ասեմ, վայ դաղալության մասին ես ասում։ Հիմա ասած որ ավտոբուսներով, ախրանանելով, ոստիկաններով գնում են պերաշկի ուտելու ջայելները։ Դա այն շաբաթօրով, հա, դա ինչ են կոչում վարչական ռեսուրսի տարաշահում, չի։ Առաջ տեսնում են, հա։ Տեսնում են, չգիտեմ։ Այնց այլանդակություններ են լինում, որ արդեն դրա մասին խոսելու ժամանակ էլ չի մնում։ Ուղղակի ժամանակ էլ չի մնում։ Վարչական ռեսուրսի դասական չարաշահումը իհարկե քննարկելու բան էլ չկա։ Вообще քննարկելու բան չկա։ Այսինքն դու եթե պետական գործառույթ չես իրականացնում, դու քաղաքական գործի գործառույթ ես իրականացնում, դու խի պետք է առավելություն ունենաս։ Դու խի պետք է առավելություն ունենաս, չգիտեմ, Թաթոյան Արմանիից, դու խի պետք է առավելություն ունենաս ումից, Ծառուկյանից եւ մնացածներից, խի պետք է առավելություն ունենաս։ Կարապետյանից, ինչի։ Մի խոսքով։ Իրավունքի ինքնա պետք է Եվ այդ վարչական ռեսուրսի չարաշահման նաև էլեմենտ ապարունակում այդ ծաղկազարդի գործը, որը ուղղակի չգիտեմ, բառեր չունեմ բնութագրելու, այսքան ժամանակ թոփից չի իջնում այդ թեման, անընդհատ մարդիկ դժգոհում են, բողոքում են, չի կարելի սա, որտեվ դա անընդունելի է պարզապես։ Այսօր էլ, այսինքն շաբաթօրն է այսօր էլ իմացանք, որ մի շատ էլի բառեր չեմ կարողանում գտնել, մեծ դաղալություն են անում, որ ավարտ հայտնեցին շաբաթօրով, որպեսզի ուրբաթօրը նշանակված վերաքննիչի հրապարակման ժամանակ արդեն հասցնեն գործը մտցնեն դատարան, որ Վճռաբեկ դատարանի մեկ ուրիշ ահավոր վատ որոշման արդյունքում վերաքննիչ դատարանը զրկված լինի, եթե խախտում գտնի Դավիթին ազատ արձակելու հնարավորությունից։ Բայց սա ասել, դա ինչ անելու բան է։ Եվ այդ երիտասարդը այդ պատանին հիմա գտնվում է էլի հիվանդանոցում, չէ՞։ Հիմա գտնվում է հիվանդանոցում, վիճակը չի կարգավորվում, արդեն նոր խնդիրներ են գտել process-ի մոտ։ Նոր խնդիրը դա այն էր, որ պարզվեց, ընդ որում այդ բոլոր հատկանիշները մեր աչքի առաջ էր։ Ես որ ամեն օր
իմ գործընկերների Արսենի, Սերգեյի, մյուս գործընկերների հետ այցելում եմ Վարդուհու, Արամի, Լուսինեի, Հակոբի եւ երբ որ մենք այցելում ենք, ես օրինակ այդ իմ բնավորության համաձայն ոնց որ ասում են, այդ ավտոլայվով անպայման դուրս եմ գալի, կիսվում եմ նաև հանրության հետ իմ տպավորություններով, վերջին օրություններով եւ անընդհատ ասում եմ, Լուիսի չի կարողանում նայի, գլխացավեր ունի, աշկերն են ցավում, լավ չի վիճակը եւ ես դա չէի կապում, որ ինչ որ մի բան է տեղի ունեցել, այսինքն ինչ որ հետևանք չէի դա համարում հետևանք, ուրեմն իր միջադեպի հետևանք չէ համարում, այլ ինքը այնց լուրջ հիվանդություններ ունի, որ կարծում էի դրա հետ է կապված, բայց բանից պարզվեց, բժշկական փաստաթղթերը երբ մենք ստացանք 2 օր առաջ, բանից պարզվեց, որ լավ էլ այդ այնքան ուժեղ է խփած եղել այդ ախրաննիկը, որի արդյունքում այդ օրը Դավիթը ստացած է եղել ուղեղի ցնցում։ Եվ այդ իմ բոլոր նկարագրածը ուղեղի ցնցման հատկանիշներ են բոլորս, այն բոլոր մարդիկ, ովքեր որ մի քիչ տեղակ են, գիտեն, որ դրանք են ուղեղի ցնցման հատկանիշները։ Իդեպ նաև բանը սրտխառնոցը, այդ էլ իր հերթին։ Այսինքն բոլոր հատկանիշները Դավիթը ունեցել է ի սկզբանե։ Հիմա այս պահին հիվանդանոցում է եւ չգիտենք ինչքան է հիվանդանոցում լինելու, տա Աստված հնարավորինս արագ կարգավորվի վիճակը, հետո հասկանանք ինչ է լինում, էսա։ Լավ, այդ ախրաննիկին ինչ են ասում, դատու դատաստան չի հասնում, որ այսպեսի բանը իրավունք։ Ախր այդ ուղղությամբ որևէ աշխատանք տարվում, այլ այստեղ քննչական մարմնին ի սկզբանե ներկայացվել է տեսանյութը եւ պետքա որ քննչական մարմինի, ինչպես այլ դեպքերում, երբ որ հանցագործության դեպք է տեսնում, հաղորդում տար եւ քրեական վարույթ նախաձեռնվեր, միջոցներ ձեռնարկվեն, բնականաբար դա չի անելու, կարող է նաև առանձին հանցագործության մասին հաղորդում մենք տանք, չնայած արդյունքը վստահ ենք նույնն է լինելու, բայց սա շատ կարևոր է, որ իմանանք, որ այս հանցանքը վաղեմության ժամկետ չունի։ Վաղեմության ժամկետ չունի։ 1000 տարի հետո էլ այդ մարդուն կարելի է կանչել պատասխանատվության։ Այսինքն կարելի է, այսինքն հունիսի 8-ին կանչել նրան պատասխանատվության, հա՞, Դե հուլիսի 9-ին ցանկացած ժամանակ։ Ես հույս ունեմ, որ այդ օրը գալու է հունիսին։ 7-ից հետո, մինչև 7-8, չգիտեմ, ես հույս ունեմ, թեև ես դրա մասին չեմ պատրաստվում խոսել, քաղաքական խոսույթ է, իմ համար 2021-ը լավ դաս էր, ճիշտ վատ դաս էր, որ տենց օր էին հաշվում, բան էին անում, մեկ էլ հետո տենց մի խոսքով էլի։ Ես չեմ ուզում տենց այդ բանի, բայց երբ էլ լինի, չէ՞ որ հավերժ չի էլի ոչ մի բան էս լուսնի տակ, երբ որ լինի այդ մարդուն, եթե մի հոգի էլ մնա, որ հիշում է այս դեպքի մասին, վստահաբար կանչելու են պատասխանատվության եւ արդար դատարանը, ոչ թե այն դատարանը, որը որ այսօր է Հայաստանում, պետք է իր որոշումը կայացնի արդար։ Ուզում ես ասես, որ ուրեմն այն մարդիկ, ովքեր որ այսօր Նիկոլի Հովանոցի տակ հանցագործություններ են գործում, հա, դրանք ոնց որ թե քիչ չէ, ասես պետական ապարատից գալի մասն է։ Նրանք բոլորը պատասխանատվության են։ Բոլորի մասին չեմ կարող ասել։ Բոլորի մասին չեմ կարող ասել, աղաս։ Բայց էպիզոդներ կան, որոնք որ աններելի են, էլի, սա ես համարում եմ աններելի էպիզոդների դասում եմ աններելի էպիզոդների շարքին, ինչի, որտեվ ակնհայտ էր, չէ, որ ոչ մի վտանգ չի սպառնում, այսինքն ի սկզբանե վտանգ չէր սպառնում, բայց կարող էր ընկալում լիներ, որ վտանգ է սպառնում։ Այդ պահին, երբ որ ինքը հարվածում է, ակնհայտ էր, որ որևէ վտանգ որևէ տրամաբանությամբ չի սպառնում, եւ դա պատժական հարված էր, ինչպես պարզվեց, շատ ուժեղ հարված էր, որը հանգեցրեց ուղեղի ցնցման։ Իսկ ինքը գիտեր ինչ անում, չէ՞։ Ինքը գիտի չէ ոնց հարվածի, որ մաքսիմալ շատ ցավ, մաքսիմալ մեծ վնաս հասցնի, ու այդպիսի հարված է փաստորեն եղել։ Ես թող իմ միտքը շարունակեմ, հա, այսինքն խոսքը միայն Նիկոլի մասին չի, որ պատասխանատվության է ենթարկվելու, ուրեմն ընդհանրեք իշխանությունը կորցնելու դեպքում։ Խոսքը գնում է հսկայական պետական ապարատի մասին, որոնցից մեծ մասը, կամ չգիտեմ, որոնց մեջ շատ կարևոր դեմքեր պետք է պատասխան տան։ Եվ այս առումով իհարկե ամենևին պատահական չի, որ այդքան ինչքան են ասում 25%, 28% ռեյտինգ ունի։ Դա ուրեմն հսկայական պետական ապարատն է,
դա պետական ապարատի ընտանիքի անդամներն են, ես չեմ խոսում բոլորյալների մասին, հա, ես ուզում ասեմ, որ մենք որ ասում ենք վարչական ռեսուրս, սա վարչական ռեսուրս չի, սա այս մարդկանց ինքնապաշտպանության գնացն է։ Այսպես որ զարմանալի չի, որ նա այսքան շատ հետևորդներ ունի, հետևորդներ չասեմ, կողմնակիցներ ունի։ Դե ես չգիտեմ, տոկոսների հարցը չի, բայց մարդիկ, որոնք որ թաթախված են ծանրագույն հանցագործությունների, թե դավաճանության, թե գանձագողության, թե մարդկանց վնաս տալու, խուլիգանության եւ այլնի մեջ դա փաստ է, բայց այս պահին ես տենց կարծում եմ մի քիչ ժամանակավրեպել է դրա մասին շատ խոսելը, բայց այս կոնկրետ դեպքում այս մարդը հիշվելու է եւ անպայման ոչ ոք չի մոռանալու, թե ինչպես բարոյական կողմն էլ, էմոցիոնալ կողմն էլ այստեղ կարևոր են, էլի։ Լավ, երևի սրանով սահմանափակենք այսօրվա մեր ծովից ծովը, հարգելի քաղաքացիներ, հարգելի դիտորդներ, դուք մեզ կարող եք յուրաքանչյուր կիրակի անտիֆեյքի եթերում տեսնել, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով ժամը 9, չէ, AM, 9 AM-ին։ Հա, քանի որ ժամերի փոփոխություն է տեղի ունեցել, հիշեցնեմ, որ այս հաղորդումը մենք ձայնագրում ենք շաբաթ օրը, թեև դուք դիտելու եք կիրակի օրը, այդ պատճառով, եթե իրադարձություններ տեղի ունենան մինչև կիրակի ժամը 20:00-ն, մենք դրան տեղյակ չենք։ Շնորհակալություն, մինչ մյուս կիրակի։ Շնորհակալություն, մինչ մյուս կիրակի եւ ասենք, որ մյուս կիրակի արդեն մենք այստեղ բարձրացրած երկու կարևոր հարցերին երևի պատասխան կունենանք, ուրեմն մեկը բանակցություններն էին Իրանի պատերազմի հետ կապված, երկրորդը թե այս հանրահավաքային պայքարը ինչքան ինտենսիվ է սկսվում է, թե չի սկսվում, հա, եւ ընդդիմությունը իրեն ինչպես է պահում փոխադարձ օժանդակության, փոխադարձ կոորդինացիայի տեսանկյունից։ Ու նաև սկսված է լինելու արդեն կոնկրետ ուժերի գրանցումը, էդ էլ ասենք։ Եղավ, շնորհակալություն, կհանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։